քո արժեքը քո ունիկալության մեջ է։ Այն ինչ որ ես գիտեի, այն ինչ որ ես անում եի Հայաստանում, այստեղ բացարձակ ոչ մեկին չի հետաքրքրում։ Մարդկային ռեսուրսների կառավարումը ինքը մարդկանց մասին է եւ բիզնեսի մասին է։ Մենք շատ բազմակողմանի իրար հետ երբեմն կապ չունեցող հմտություններ ունենք։ Շատ HR մասնագետներից եմ լսել, որ մարքեթինգի հետ դժվար է աշխատելը, չի ստացվում։ Ցանկացած բիզնես մարդկանց շուրջ է։ Մենք իրականում շատ բան սովորել ենք մեր նախկին աշխատողներից։ Գործատուի բրենդավորման առաջադրանքը HR-ինն է։ Այն ընկերություն, որտեղ որ այդ վստահության, ներգրավվածության, բացության միջավայրն է, ունեն շանս 5 անգամ ավելի շատ շրջանառության։ Եթե դու չես հասկանում մարդկանց, դու բիզնեսը ուղղակի չես կարող հասկանալ։ Բարև ձեզ եւ բարի գալուստ HR podcast-ի հերթական էպիզոդ։ Այսօրվա իմ հյուրն է Էդուարդ Քանքանյան, ով հանդիսանում է Brand ընկերության հիմնադիրը։ Էդուարդ ջան, ո՞նց ես։ Շատ լավ։ Նոր ես, չէ՞ եկել Կանադայից։ Այո։ Մի քիչ քո կանադահայության մասին կպատմես մեզ։ Մի հիանալի երկիր է։ Չէ, իրականում ոնց որ ցանկացած երկիր ունի շատ տարբեր կողմեր եւ շատ տարբերակ կախված նրանից թե ոնց ես այցելում որպես տուրիստ, որպես ուղղակի այցելու գնաց ժամանցի համար եւ մի բան, որ ավելի մի քիչ երկարաժամկետ կամ ավելի շատ բիզնես նպատակներով ես մեկնում, գործարարության, շատ տարբեր երկրներ է կախված դրանից, որովհետեւ երկարի պարագայում սկսում ես լիքը բաների հետ առնչվել, սկսում ես նաև այն կողմը տեսնել, որը որ սովորաբար այդքան գրավիչ չի լինում եւ սկսում ես իրական պատկեր ստանալ երկրի մասին ու դա վերաբերվում է ցանկացած երկրի եւ դա իմ համար նաև կարեւոր է այն տեսանկյունից, որ ես հասկացա իրականում, որ չկան իդեալական երկրներ, ինչքան էլ նրանք տենց հերվից կարող է շատ գրավիչ թվան, բայց երբ որ դու գնում ես այնտեղ, սկսում ես լիքը բաների հետ լոկալ տենց խնդիրների, խնդիրների հետ առնչվել, որը երբեք հեռավորության վրա չի երևում։ Կինոների երկրները չեն։ Եվ դու հասկանում ես, որ այն միֆը, որ ամբողջ ոնց որ նեգատիվը, վատը, ամենավատը կենտրոնացած է Հայաստանում, դա բացարձակ իրականությանը չի համապատասխանում։ Ամեն տեղ կա իր խնդիրները, որը մենակ այդ երկրին է կամ նմանատիպ երկրներին է հատուկ, եւ իրականում սկսում ես շատ բաներ նույն Հայաստանի մեջ գնահատել ու դա լրիվ անկեղծ։ Այսինքն տուրիստի հայացքից մի քիչ ավելի խորը հայացքով որ նայում ես, սովորական երկիրը իր սպეციფიկ խնդիրներով, մարտահրավերներով։ Տուրիստ երբ որ դու գնում ես միայն դրականը բացահայտելու համար։ Հա։ Դու գնում ես, ունես բյուջե, որը պետքա ծախսես։ Ծախսում ես։ Քո ամրագրումները արդեն արված են, դու արդեն ինչ որ ժամանցային ծրագիր ունես, դու գնում ես լավ տեղեր, միայն ժամանցային մաս։ Երբ որ դու գնում ես արդեն երկարաժամկետ, դու սկսում ես ամեն օր օրինակ 30 կիլոմետր մեքենայով գնալ հայվեյով դեպի գրասենյակ, այդքան հետ գալ, երբ որ սկսում ես առնչվել տարբեր դժվարությունների հետ կապված, ասենք նույն տեղական բյուրոկրատիայի հետ կամ տարբեր բաներ, բայց նաև դրա լավ կողմերը կա, այսինքն շատ բաներ տեսնում ես թե որ ոնց կարելի ավելի լավ անել։ Տեսնում ես թե ոնց են օրինակ համայնքները, տարբեր ազգային էթնիկ համայնքները էականորեն տարբերվում իրարից կախված նրանից, թե ոնց են իրար հետ համագործակցում, որը ցավոք սրտի հայկական համայնքի դեպքում չի կարելի ասել, որ դա շատ լավ արվում է, չնայած նրան, որ Կանադան շատ էականորեն տարբերվում է այլ հայկական համայնքներից նրանով, որ հիմնականում կարելի ասել երևի 80-90%-ը շատ բարձր կվալիֆիկացիայով, որովհետև Կանադայի իմիգրացիոն ծրագիրն է նման կերպ դասավորված, որ բարձր կվալիֆիկացիայով լավ լեզվին տերապետող, շատ լավ հիմնականում աշխատանք ունեցող մարդիկ են, որը կարելի ասել բացառություն է ամբողջ աշխարհում։ Եթե մի բա հայկական մշակույթը եւ հայերին այնտեղ մի կողմ դնենք, քեզ համար մշակութային առումով ինչ տարբերություններ կար աշխատանքային միջավայրում, որովհետեւ երևի կասես, որ գնացիր քո ընկերության մասնաճյուղը այնտեղ բացելու, չէ՞։ Շուտ օրինակ մեկը ասիր տենց համայնքային ավելի կենտրոնացվածություն կա, ենթադրում եմ իրար ավելի շատ օգնել, կապեր եւ այլն, այլ ինչներ տարբեր, որ տեսար։ Ամենակարևոր բաներից մեկը դա ադապտացվել շատ տարբեր մարդկանց հետ աշխատելուն, սովորել
հարգել բոլոր մշակույթները, սովորել ուրիշներից սովորել Հա, սենյակի ամենախելացին չլինի։ Այո, եւ բնականաբար երբ որ դու գնում ես նոր տեղ, քո մոտ կա որոշակի թերհավատության կոմպլեքսներ սեփական ուժերի նկատմամբ եւ բնականաբար դու դրանք սկսում ես ինչ որ ձև լարացնել եւ ժամանակի ընթացքում գալիս է քո մոտ մի հատ գիտակցություն, որը շատ կարեւոր է ոնց որ անձնական աճի համար, որ քո արժեքը քո ունիկալության մեջ է։ Եվ դու միանգամից վերհիշում ես բոլոր այն հմտությունները, որովհետև երբ որ դու գնում ես փոքր տեղից ավելի մեծ տեղ, ավելի մեծ շուկա, դու կարծում ես, որ դու քո համար այնտեղ քո փոքր երկրում ինչ որ բաներ եք անում, բայց կա այնտեղ ավելի մեծ աշխարհ, որտեղ ամեն ինչ ավելի լուրջ, ավելի հա, եւ դա իրականում շատ կարեւոր անցումային փուլ է, որը ցանկալի է շատ արագ տեղի ունենա, որովհետև եթե դու լավ մասնագետ ես, ունես լավ հմտություններ, դրանք ցանկացած տեղ լավ հմտություններ են։ Եվ երբ որ սկսում ես այո, սկսում ես կիրառել եւ մասշտաբների պարագայում դրանք սկսում են ավելի մեծ էֆեկտներ տալ։ Շատ բաներ հասկանում ես, որ այն ինչ որ ես գիտեի, այն ինչ որ ես անում էի Հայաստանում, այստեղ բացարձակ ոչ մեկին չի հետաքրքրում։ Ես կարող եմ ասել, որ ես մի քանի տարվա մեջ բազմաթիվ նոր ոնց որ հմտություններ եմ ձեռք բերել, որտեղ իրականում երկիրը կապ չունի։ Ուղղակի երբ որ դու հայտնվում ես մեկ այլ միջավայրում, որտեղ դու ինքդ քո առաջ դնում ես խնդիրներ եւ փորձում ես դրանք լուծել, դա քեզ ուղղում է նրան, որ դու ինքնակատարելագործվես, նոր բաներ սովորես։ Ես հիմա շատ ավելի բաներ եմ կարողանում անել, ի շնորհիվ նրա, որ ոնց որ այդ կոմֆորտ միջավայրից տեղափոխել եմ ամբողջությամբ ինձ անծանոթ դիսկոմֆորտ միջավայր։ Կոմֆորտ ասելով երևի նկատի ունես այն, որ Հայաստանում արդեն բավականին շատ պրոյեկտներ էի կարել, հա։ Այնտեղ միտեղ լսեցի, որ պատրաստվում է մեր հանդիպմանը, ասիր ապակե պատ, ապակյա տանիք, հա, մի քիչ այդ պահը կմեկնաբանես, ինչ նկատի ունի։ Դա երևի մի քանի տարի առաջ եմ ասել, եւ այն ժամանակ ինձ թվում էր, որ մենք հասել ենք այդ ապակե տանիքին, որովհետև մենք կառուցել ենք բավականին հաջողված ընկերություն, ճանաչված ընկերություն, որին ոլորտում բոլորը կարելի ասել ճանաչում են, մենք ունեինք լավագույն պատվիրատուներին, մենք տարեկան 100-ից ավել պրոյեկտներ ենք իրականացնում, այսինքն մենք հաջողված բիզնես ունեինք։ Եվ մեզ թվում էր, որ մենք հասել ենք որոշակի ինչ-որ պիկի, որից հետո հաջորդ քայլը պետք է լինի գնալ դուրս այլ շուկաները, որի մեջ կա իրականում ճշմարտություն, բայց դա ամբողջ ճշմարտությունը չի, որովհետև երբ որ դու շատ դեպքերում գնում ես այլ տեղեր, նոր հմտություններ ես ձեռք բերում, ու հմտություն ասելով ես մենակ նկատի չունեմ անձնական հմտություններ, նաև որպես ընկերություն, որովհետև մենք մի քանի 2-3 տարվա ընթացքում որպես ընկերություն էականորեն աճել ենք։ Եվ դա բերել է նրան, որ մենք պարզվեց, որ շատ ավելի շատ անելիքներ ունենք, որ շատ ավելի շատ ուղղություններ կա, որտեղ մենք կարանք պահանջված լինենք, եւ դա իմ կարծիքով շատ կարեւոր մոտիվացիա է եւ քեզ բերում է նրան, որ իրականում երբեք չկա այդ շեմը, կամ նույնիսկ եթե կա, դրան էլ շատ կա։ Եվ ցանկացած շուկայում հնարավոր է գործել, լավ գումար աշխատել, լինել ճանաչված, հաջողված եւ դրա համար երբեմն պետքա հեռանալ այդ շուկայից, որպեսզի հեռվից տեսնել նոր հայացքով, հա, ու բնականաբար այդ ամեն ինչի արդյունքում նաև կարողանում ես ձեռք բերել այն հմտությունները, որը այն շուկայում է օգտագործվում, եւ այն լավը, որ կար ստեղ, կարողանում ես նաև տեղափոխել այնտեղ եւ դա եւս դառնում է քո առավելություններից մեկը։ Հա, ինչ որ եւ արդյունքում դու կարողանում ես, հա, արդեն ավելի միջազգային մասշտաբի պրոյեկտներ իրականացնել, որտեղ դու արդեն բազմակողմանի պատկերացում ունես, դու ինքդ շատ կարծրատիպեր արդեն կոտրած ես լինում, քո համար շատ կարծրատիպեր կոտրված են լինում, եւ ավելի ինքնավստահ ես լինում։ Իսկ Հայաստանից ի՞նչն է տարել, նու նկատի չունեմ ինչը իր, էլի, ինչ մոտեցում, ինչ աշխատանք, ինչ մի բան, որ ստեղ սիրում ես ձեր համար այդ քո թիմի համար այդ ստանդարտեր ու այդ կարողացել ես կիրառել նաեւ Կանադայի ձեր գործունեության մեջ։ Մենք շատ բազմակողմանի իրար հետ երբեմն կապ չունեցող հմտություններ ունենք ու շատերս։
քանի որ հիմնականում հայկական ընկերությունները հիմա կարող է մի քիչ ավելի մեծ ընկերություններ կա, որտեղ ավելի շատ աշխատանք բազմազանություններ կա, արդեն ամեն ֆունկցիայի համար կա իր մարդը եւ իր տեղակալը եւ տեղակալի ասիստենտը, մենք երբ որ սկսում ենք, տենց չէր, այսինքն բոլորը անում էին ամեն ինչ։ Մենի հետիզմը։ Այո, ու դա բերում է նրան, որ միգուցե ինչ որ բաներով սահմանափակ ես լինում, որովհետեւ երբ որ քո անձնական ռեսուրսը ավարտվում է, դրանով նաև ընկերության աճն է ավարտվում։ Բայց դա բերում է նրան, որ մենք ամեն ինչ կարողանում ենք անել։ Ու այդ պահել եք դաժե այսքան տարի հետո, որտեվ այդ սովորաբար սկզբի ժամանակներն է, չէ՞, բնորոշ։ Այո, բայց քանի որ կա քանի որ միջազգային շուկայում զարգացած շուկաներում հիմնականում տենց չի, ցանկացած ընկերության մեջ կան շատ նեղ մասնագիտացված մարդիկ, որոնք ինչ որ մի բանի մեջ են միայն անում, այո։ Դա բերում է նրան, որ իրանք ինչ որ մի բան շատ լավ անում են, բայց դրանից զատ շատ քիչ բաներից են ընդհանրապես հասկանում։ Լայն հայացքը ավելի չունեն, էլի, հա։ Դու շատ ավելի բազմակողմանի ոնց որ պատկերացում ունես, շատ ավելի այդ անգլերեն ասած hands on ես, այսինքն դու ամեն ինչի վրա քո ձեռքը գցում ես ու դա բերում է նրան, որ այդ նման բաները քեզ դարձնում են ինչ որ առումով նաև անփոխարինելի, շատ գնահատելի, որովհետև օրինակ այնտեղ շատ կարող է զարմանային, որ դու իրենց հետ կարող ես, այսինքն ցանկացած ինդուստրիայի ներկայացուցիչի հետ դու կարողանում ես իր լեզվով խոսալ։ Հա, ինչ-որ ինդուստրիայի սպეციფიկ ինսայթներ։ Հա, որտեղ այնտեղ նույնիսկ մեր ոլորտի ընկերությունները հիմնականում աշխատում են մասնագիտացված օրինակ այս ինդուստրիայի հետ։ Հա, այսքան ինքն էլ իր ուղղությունը ունի։ Մենք օրինակ հենց դրա համար այնտեղ հիմնեցինք մի հատ առանձին ընկերություն, որը բացառապես զբաղվում էր անշարժ գույքի ոլորտի մարքեթինգով։ Կարիքը կարելի այո, որտեղ այնտեղ շատ կարևոր է այդ նեղ մասնագիտացումը, որովհետև այնքան շատ է առաջարկները, որ քեզ պետք է հստակ առաջարկ ունենալ այդ ոլորտի մարդկանց, քո ամբողջ մարքեթինգը ուղղված լինի այդ սեգմենտին, դու իրանց խնդիրները շատ լավ իմանաս եւ նրանք բոլորը նախընտրում են հենց նմանատիպ ընկերությունների հետ աշխատել, որովհետեւ էլի շուկան շատ մեծ է, շատ ոնց որ sense փոքր community-ներ կան ըստ ոլորտների, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են եւ այդ փոքր community մասշտաբը կարող է նույնը լինի ինչ որ օրինակ ամբողջ Երևանի օրինակ շուկան։ Հա, հասկացա։ Ու այդ ձեր բազմակողմանիությունը, տարբեր ոլորտներ թրծվածությունը օգնեց։ Ֆանտաստիկ է։ Այսօր ուզում խոսանք HR-ի ու մարքեթինգի խաչմերուկներից։ Պոդքասթը կոչվում է HR պոդքասթ, բայց ես դեռ այսքան ժամանակ 2 HR մասնագետ եմ հյուր ունեցել կամ նույնիսկ մեկը։ Իմ միսիան էս ամեն ինչը անելու, թե կարելի է միսիա բնութագրել, այնա որ մարդիկ հասկանան, որ մարդկային ռեսուրսների կառավարումը ինքը մարդկանց մասին է եւ բիզնեսի մասին է, իսկ այս երկուսը չեն կարա լինեն միայն ու միմիայն մարդկանց կառավարման վերաբերյալ կամ հիմա ավելի նոր տերմիններ կան։ Հիմա մի կողմից բրենդն է, որը որ մարքեթինգի պատասխանատվությունն է, բայց մյուս կողմից ու այդ իմ ամենատարածված արտահայտություններից մեկն է, ես ասում եմ գործատուի բրենդը, եթե գործատուի բրենդի մասին խոսում, այդ մարդիկ են, որը որ HR-ի դոմեյնում է։ Այ դու ինչ կարծիք ունես սրա վերաբերյալ ու երբևէ այս ենթադոմեյնի մեջ աշխատել եք, որ ձեզ օրինակ կա request հենց գործատուի բրենդինգ անել, ոչ թե branding։ Իմ վերաբերմունքը տարիների ընթացքում HR-ի նկատմամբ իրականում փոխվել է, որովհետև ես սկզբից լուրջ չեմ վերաբերվել։ Սկզբիցը երբ է։ Մոտարապես արդեն դե բրենդը 14-15 տարի կա շուկայում։ Հա, այդ մոտարապես այն HR-ի հասունացման ժամանակներն է։ Մեր ընկերության հասունության խնդիրներ։ Որովհետև ես կարծում եմ ցանկացած ընկերություն, երբ որ նոր հիմնվում է, եւ եթե հատկապես ոնց որ հիմնադիրները լինում են երիտասարդ, շատ դեպքերում անփորձ, բնականաբար ոչ մեկ դրան լուրջ չի վերաբերվում։ Քո համար կան առաջնային խնդիրներ, դա վաճառքն է, չգիտեմ, պրոյեկտներ բերելն է, cash flow ապահովել, բան եւ այլն, եւ շատ դեպքերում դու նման բաների վրա ուղղակի ոչ ժամանակ, ոչ ռեսուրս ունես։ Միջև առաջի մեծ error-ը։ Հա, բայց հետո սկսում ես տարբեր նյուանսների հետ առնչվել եւ հասկանում ես, որ ցանկացած բիզնես, հիմնականում ցանկացած բիզնես մարդկանց շուրջ է։ Որ այդ մարդկանց ոնց որ ցանկացած հարաբերություններում պետքա ուշադրություն դարձնել, պետքա
խնամքով վերաբերվել, պետքա հարգանքով վերաբերվել, պետքա իմանալ նրանց խնդիրների մասին, պետքա նրանց հետ խոսել։ Եվ այդ ամեն ինչը բերեց նրան, որ մենք ստիպված սկսեցինք սովորել, ոնց ավելի գրագետ անել, ոնց մարդկանց հետ ճիշտ շփվել, ոնց ես օրինակ շատ լավ հիմա ասես նույնիսկ րոպեներով հիշում եմ առաջի դեպքը, երբ որ ես օրինակ աշխատակցին աշխատանքից հեռացրել եմ։ Քեզ մոտ կոնկրետ։ Ու դա կրկնակի ծանր էր, որտեվ դա իմ ընկերն էր։ Որին ես սկզբից իմ հետ բերել էի, հա, ընկերություն եւ բնականաբար դա շատ տհաճ էր, ես շաբաթներով չէի կարողանում իմ մեջ այդ ուժը հավաքել, որ տենց վերջապես ասել դրա մասին, բայց նաև հասկանում եի, որ շատ ավելի սխալ է դա չասել կամ դրա հետ համակերպվել կամ նույն ձև շարունակել ու բնականաբար նաև այդ ընթացքում լիքը սխալներ են արել։ Հենց HR-ական կոնտեքստում, հա։ Սխալ համալրում ձևով համալրում ենք արել, սխալ ձևով մարդկանց աշխատանքից հեռացրել ենք։ Իսկ շատ դեպքերում գիտեք ինչ է, նույնիսկ հեռացնում ենք առանց ասելու, որ հեռացնում ենք։ Հա, ստանդարտ պատմություն։ Բայց ոչ թե նրա համար ենք ուզում անենք, որ ասենք ինչ որ բան շահենք այդտեղից, այլ շատ դեպքերում ուղղակի համարձակություն չենք ունենում, հատկապես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ օրինակ ընկերությունում անցկացրել են։ Հիմա ունեք HR դեպարտամենտ կամ HR կոնսուլտանտ։ Չէ, HR դեպարտամենտ մենք չունենք, որտեղ մենք համատաբար ավելի փոքր թիմ ենք, բայց ունենք HR-ի համար պատասխանատու մարդ, որը ունի նաև այդ ֆունկցիան, եւ բացի նրանից, որ շատ կարևոր է ուղղակի այդ ամեն ինչը իմանալ, ուսումնասիրել, սովորել եւ այլն, բայց նաև ես կարծում եմ շատ կարևոր է, որ դա չլինի միշտ դասագրքային ֆորմատով։ Հա, որովհետև ցանկացած ընկերություն եւ ցանկացած ղեկավար ընկերությունում ամեն դեպքում ունի իր առանձնահատկությունները, ունի իր ոճը։ Այս էդ է ուզում հարցնել, տես ոնց որ եթե վերադառնամ նախորդ հարցից, մի կողմից մշակույթը մարդիկ են ու մշակույթը ձևավորվում է ցանկացած նոր մարդով վերաձևավորվում է, որ միանում է քո ընկերություն, բնականաբար դրա մեջ ամենալուրջ խաղացողը հենց հիմնադիրն է ու ղեկավարական անձնակազմը։ Ոնց որ մի կողմից է HR-ի դոմեյնում է, մյուս կողմից բրենդը մարքեթինգի դոմեյնում է։ Իմ պարագայում, իմ օրինակով ու ես չեմ ասի դա որ ընկերությունն է Հայաստանում, բայց էլի տենց մի 10-15 տարի առաջ կար նմանատիպ ընկերություն, որը որ հրաշք բրենդինգ ուներ, հրաշք հենց որպես կոմերցիոն բրենդի մա, ճիշտ է ասել, սպառողական բրենդ կամ կոմերցիոն բրենդ։ Բայց երբ որ կուլիսներից ներս էիր նայում, մարդիկ ընդհանրապես այդ բրենդի գրողը չէին։ Այ ոնց էս երկուսը մոտեցնես իրար։ Զուգահեռաբար մի հատ էլ ուրիշ բան ասեմ, շատ HR մասնագետներից եմ լսել, որ մարքեթինգի հետ դժվար է աշխատելը, չի ստացվում։ Նույնը մարքեթինգի մասնագետներից եմ լսել, որ HR-ի հետ է դժվար աշխատել, օրինակ իրանք ֆոկուսավորված են ավելի ներկա կոմերցիոն հարցերին, բայց HR-ը իր գործատուի բրենդն է կողքից բրդում, ասում է այդ աշխատանքի նկարագիրը, պոստի եւ այլն։ Ոնց որ երկու թեմայի եմ ուզում սրանով անդրադառնանք։ Մեկը այս gap-ը կա, այս բացը ոնց իրան մոտեցնել, ըստ քո մարքեթինգի հայացքի եւ երկրորդ որտեղ է որ HR-ն ու մարքեթինգը հաջող են խաչմերուկվում որպես ֆունկցիա։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ գալիս է ընկերության ղեկավարությունից, leadership-ից։ Որովհետեւ օրինակ Apple-ում Steve Jobs-ից հետո առաջի պաշտոնը դա դիզայնի ղեկավարն էր։ Եվ դա շատ բան ասում ընկերության ուղղվածության մասին, որը նույնը չէր օրինակ Microsoft-ում։ Apple ուներ լավ դիզայն, Microsoft-ը երբեք չի ունեցել լավ դիզայն։ Պրիորիտետների տարբերությունը միանշանակ։ Այս պարագայում դա միանշանակ գալիս է ղեկավարից, որովհետև ղեկավարը պետքա դնի պրիորիտետներ, որովհետև եթե նրա համար բնականաբար չի կարա կոմերցիոն վաճառքների մասը, որովհետև փաստացի դա է բոլորին սնում, բոլոր աշխատավարձները վճարում, բոլոր վճարները, բոլոր կոմունալները, ամեն ինչը գալիս է այդ վաճառքից, բայց այդ ամեն ինչի ստեղծողը մարդիկ են։ Եվ եթե այդ մարդիկ
չունեն լավ պայմաններ, իրենց լավ չեն զգում եւ չեն կրում այն արժեքները, որ ընկերությունը ունի, ես ուղղակի չեմ պատկերացնում սցենար, որ այդ ընկերությունը կամ երկար կյանք ունենա, կամ լավ պրոդուկտ տա, եւ դա միանշանակ այդ աշխատողների օրինակ անտարբերությունը կամ իրանց կապ չունենալը ընկերության հետ միանշանակ անդրադառնալու է արդյունքի վրա։ Նաև հենց բուն գործատուի բրենդինգը։ Իհարկե։ Մեր ոդկասթի գլխավոր հովանավորն է Magnus HR-ը։ Magnus HR-ը հանդիսանում է HR եւ հավաքագրման ծառայություններ մատուցող ընկերություն։ Մենք միանում ենք ընկերություններին իրենց HR եւ մենեջմենթական ցիկլի տարբեր этаպներում, ինչպիսիք է օրինակ աշխատակիցների համալրում, դժվար հաստիկների համալրում, HR audit, HR process-ների ուսումնասիրում եւ լավացում, աշխատանք ղեկավարողակի հետ եւ շատ այլն։ Իսկ եթե դուք HR մասնագետ եք եւ ցանկանում եք լավացնել ձեր հմտությունները HR-ում կամ ցանկանում եք մուտք գործել այս ոլորտ, ապա անպայման խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել HR Edu Hub հարթակը, որը որ հանդիսանում է Magnus HR-ի մեկ այլ պրոյեկտը։ Այստեղ դուք կգտնեք շատ տարբեր կուրսեր, workshop-եր, ծրագրեր ձեր հմտությունները լավացնելու կամ HR-ական նոր հմտություններ ձեռք բերելու համար։ Երբ որ ինչ-որ բրենդ ես սարքում, չէ, եթե ես սխալվեմ, դու ինձ կուղես, անպայման նախ լսում ես հիմնադրին, չէ, ինքը ինչ է ուզում, պրոդուկտին ծառայությանն ես ծանոթանում, հաճախորդին ես ծանոթանում, այսինքն ինքը ներսից եկող process է։ Ինձ թվում է նույնն էլ հենց գործատուի բրենդի ու մշակույթի ձևավորման process-ում, որ ինքը պետքա աշխատակցից գա։ Հիմա կպատմես այդ ինչ process է, այ ոնց է կառուցում այդ ամենը աուտենտիկ ու փորձենք իրան զուգահեռենք նաև գործատուի բրենդի հետ։ Ես կարծում եմ, որ ցանկացած ընկերություն պետք է անդրադառնա այդ գործատուի բրենդինգին մի քիչ ավելի ուշ իր գործնեության этаպում, որովհետև նախ ինքը պետք է հասկանա, ճանաչի ինքը իրեն որպես կազմակերպություն եւ դա փորձի ձևակերպել եւ դա փորձի փոխանցել նաեւ իր աշխատակիցներին։ Որովհետև ինչա հիմնականում տեղ ունենում, երբ որ ընկերությունները ստեղծում են, ամեն ինչ շատ քաոտիկ է, տենց բոլորը ամեն ինչ անում են եւ այլն, տարիների ընթացքում հասկանում են, որպեսզի աճեն, նրանց պետք է որոշակի համակարգեր ունենալ, նրանց պետք է ավելի կանոնակարգված լինել, բայց դրա հետ մեկտեղ ղեկավարները սկսում են սովորել, սկսում են սխալներ անել, սկսում են այդ սխալներին լուծումներ տալ եւ դա բերում է նրան, որպեսզի դու ունենաս իսկականից աուտենտիկ, բնական, ազնիվ employer branding, դու պետք է նախ ինքդ քո համար այդ ամեն ինչը ձևակերպած լինես։ Ճանաչես այդ։ Ես ասեմ իմ ճանապարհը որն է եղել։ Սկզբից, երբ որ ես ընդհանրապես իմացա, որ կա նմանատիպ բան, մենք այտենց մի քիչ ուսումնասիրեցինք, հետո նույնիսկ մի ժամանակաշրջան փորձեցինք դա որպես սերվիս նույնիսկ ներկայացնել տարբեր ընկերությունների համար եւ իրականում ասեմ, շատ քիչ ընկերություններ կան Հայաստանում, որոնց համար դա ակտուալ է, բայց կան ընկերություններ, որոնց համար այո, դա շատ կարևոր բան է ու դա հատկապես բնականաբար մեծ խոշոր ընկերություններ են։ Բայց իմ ճանապարհը հետեւյալն էր, այդ ամեն ինչը իմանալու մասին, բնականաբար ես ոնց որ նստեցի, ժամանակ տրամադրեցի, որպեսզի ձևակերպեմ այդ մեր employer branding-ը, employee guideline-ները։ Ուղեցույց, այսինքն մենք ոնց ենք ուզում տեսնել մեր աշխատակիցներին, ինչ արժեքներ ունենք, այո։ Բայց ես հետո հասկացա մի բան, որ դա մենք չենք, այսինքն այն ինչ որ մենք գրեցինք, վերածեցինք ինչ որ փաստաթղթի, որը մենք երբեք տենց չփոխանցեցինք մեր աշխատակիցներին, ու պատճառը նրանում էր, որովհետև դա մենք չենք։ Այսինքն իրական ձեզ չէր արտացոլում։ Այսինքն մենք ունենք հատված, որտեղ պետքա ձևակերպենք օրինակ մեր ընկերության արժեքները, որոնց մասին մենք մտածեցինք այդ հարցի ժամանակ, որը տենց չի իրականում, այսինքն դու այդ ժամանակ կարող ես ինչ-որ հետաքրքիր նույնիսկ սրամիտ պատասխան կարողանաս ձևակերպել, բայց դա դու չես։ Իրականը չի։ Ես օրինակ որպես ընկերության ղեկավար կարդացել էի, գիտեի, որ շատ կարևոր է, ասենք մեկը մեկի այդ հանդիպումները, որը վերածվում էր տենց հոգեթերապևտի հետ հանդիպման։ Որ ես հասկացա, ես ինքը շատ դիսկոմֆորտ եմ զգում նման սիտուացիայում։ Ես չեմ կարող մարդու հետ օրինակ տենց լեզվով, տենց երկար, տենց կարեկցանքով օրինակ շատ երկար խոսամ։
Իսկ ո՞նց է կազմակերպում հետադարձ կապ։ Ես հասկացա, որ իմ համար շատ ավելի շուրջ, հա, տենց դիրեկտ, շատ արագ, շատ կոնկրետ, շատ ազնիվ, շատ ուղիղ, որի ընթացքում մենք արագ անցնում ենք այն բոլոր բաների կարևոր կետերի վրայով, քննարկում ենք բոլոր ակնկալիքները երկկողմանի եւ փորձում ենք արագ լուծումներ գտնել, եթե կան խնդիրներ։ Միգուցե դա սխալ է, բայց աշխատում է ձեր բարակ։ բայց աշխատում է, ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, ես շատ ավելի լավ եմ դա կարողանում անել։ Քան ֆորմալ նստել սեղանի շուրջ բանավար։ Հետո երբ որ դու ուսումնասիրում ես, ես օրինակ տենց մեկը պատահաբար բացահայտեցի, որ օրինակ Airbnb-ի CEO-ն ունի լրիվ նույն մոտեցումը։ Եվ ես ինձ շատ լավ զգացի, որ ասենք մենակ ես չեմ ու միգուցե մենք արդեն երկուսով ենք սխալվում։ Հա, ինչ որտեղ մեկ այլ հիմնադիր հաջողված բիզնեսի դա անում է։ Այդ ընթացքում ես շատ հիմա վստահ եմ, որ մենք այն ամեն ինչը, այն կորպորատիվ մշակույթը, որը որ մենք հիմա արդեն կարանք ասենք, որ մենք արդեն ունենք, ձևավորվել է ոչ միանգամից, ձևավորվել է տարիների ընթացքում, բայց շատ ավելի ազնիվ, բնական ու շոշափելի է, քան այն ինչը մենք կարենք որպես template օրինակ կամ հիմա ասենք ChatGPT-ի օգնությամբ ստանայինք։ Հա, եթե ասածդ ամփոփեմ, նկատի ունես, որ սկսի ավելի ուշ, երբ որ դու գիտես դու ով ես։ Այդ մեկ, ու երկրորդ մի փորձի ինչ որ սիրուն տեքստեր, գայդլայններ, գույներ ստանալ, եթե այդ ամենը քո համար ձևավորված չի։ Հիմա եթե մի հատ ասեմ մեր հայկական իրականությունը, դրսի ընկերության հետ եմ աշխատում, մի հատ այդ օրինակը բերեմ, իրենք ունեն մարքեթինգի թիմ ու մարքեթինգի թիմում կա առանձին մասնագետ, առանձին դիզայներ, առանձին SMM, ամեն մեկի համար առանձին այդ քո ասած նիշվի մասնագետներ հատկացված են, ովքեր որ այսպես ասած զբաղվում են HR-ական ռեքվեսթներով, հա, այդ կլինի աշխատանքային հայտարարություն տալ, թե օրինակ արժեքների մի ինչ-որ վարժություն կազմակերպելու։ Իրենք այդ ռեսուրսը տրամադրում են։ Հայաստանում ճնշող մեծամասնության դեպքերում, ինչպես եւ դու ինքդ ասացիր, քո փորձառության հիման վրա գործատուի բրենդավորման առաջադրանքը HR-ինն է։ Այսինքն գնա եւ ձևավորի մեր գործատուի բրենդը, դա կոմունիկացրա, դա տեղ հասցրու։ Հիմա քո ըստ քեզ իհարկե կարծում անալոգիաներ տանելով արդեն նորմալ բրենդի ձևավորման ճանապարհի հետ էլի ինչ անի այդ մասնագետը եւ որ կտորներում է որ ինքը մարքեթինգի կարիք ունենա, որտեղից սկսի, որտեղ ավարտի։ Ես կարծում եմ ամենակարևորը այս բaragայում հասկանալ, որ մարքեթինգի միջոցով այդ մեսեջը շատ ավելի լավ է հասնելու։ Լավ։ Շատ ավելի ճիշտ տեղին է հասնելու եւ շատ ավելի էֆեկտիվ է լինելու։ Իսկ ի սկզբանե մարքեթինգին ներգրավել հաստատ ինչ որ կոմունիկացիոն էտապներում մենակ չթողել։ Այո։ Իսկ հեչ արել եք այդպես պրոյեկտներ։ Վերջը ասեցիր, տենց էլ չարեցիք Հայաստանում գործատու բրենդավորման։ Մենք արել ենք ընկերությունների բրենդինգներ, որոնց խնդիրը եղել է HR-ը առաջնային, որովհետև իրանք, ասենք B2B աշխատող ընկերությունն է, որին ճանաչում են, ունեն մեկ հաճախորդ եւ նրանց բացարձակ է հետաքրքիր չի, ասենք տենց հանրային ներկայացնելը։ Աշխատողների համար են իրանք։ Իրենց միակ թիրախը դա աշխատողների համար լուծումներ տալը։ Եղել են ընկերություններ, որոնց համար մենք արել ենք էլի tech ոլորտից շատ խոշոր, ամենախոշոր ընկերություններից, որոնց համար մենք իրականացրել ենք երկարաժամկետ մարքեթինգային եւ դիզայն սպասարկում, որի հիմնական ուղղվածությունը եւս եղել է HR-ը։ Այսինքն նրանք ունեն միջազգային թիմ տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, եւ նրանք խնդիր ունեն այդ ամբողջը իրենց մեսեջները կոմունիկացնել, խնդիր ունեն ունենալ միասնական ոճ եւ այլն եւ այլն։ Իսկ ինչ որ բաներով տարբեր է, Էդուարդ, ասենք ինչ որ սպეციფիկա կա դրա մեջ, ինչ բոլցիկներ է տարբեր, երբ որ ֆոկուսը գործատուի բրենդավորումն է ու երբ որ գործատուի բրենդավորումը չի, երբ որ ստանդարտ բրենդավորումն է։ Տարբերությունը այս կարա լինի, որ օրինակ դու կարաս ունենաս product, որը ներկայացնում ես, ասենք, հարությանը, կոմերցիոն որպես product, եւ կարաս ունենաս թիմ, որը ստեղծում է այդ product-ը, բայց անպայման չի այդ product-ի կիրառողը լինի կամ դրա ես մի հատ շատ հետաքրքիր պատմություն պատմեմ, որ մի հատ ընկերություն կա, որը դա շատ sense մանրամաս բան չանեմ, որը օրինակ զբաղվում էր իմիջիայլոց ամբողջությամբ լեգալ։ Իտալական տենց էսկորտային ծառայության tech support-ը ամբողջությամբ իրականացվում էր այստեղ։
Ստեղ Հայաստան։ Այո։ Վաու, okay։ Եվ ասենք իրենց գործնեությունը, իրենց product-ը, այն ինչի վրա իրենք աշխատում են, բացարձակ չուներ, ասենք դու գնում ես, ասենք տեսնում ես իրենց product-ը եւ շփվում ես իրենց հետ, որտեղ այդպես տրադիցիոն հայ ծրագրավորող տղեկ են, որ քարտու ասես չես ասում, հա։ Չէ, քարտու չէին, իրականում քարտու չէին, բայց ոնց որ իրենց համարել էր դա անընդունելի, ոնց ասեմ, ասենք իրանք չէին կիսում այդ product-ի ոնց որ գաղափարական հա, այսինքն իրանք էին կարծում որ դա այդքան լավ բան չի, բայց դա իրենց աշխատանքն էր։ Եվ այս պարագայում տեղ կարա որոշակի gap լինի։ Եվ դրա հետ պետք է իրականում միշտ հաշվի նստել։ Հասկացա։ Այդ դեպքերում դուք շեշտը դնում եք արդեն աշխատողների վրա, թիմի մշակութային մնացած ֆակտորների ցույց տալու վրա, հա։ Ամեն դեպքում պետք է ծանոթանանք իրենց ընկերության այդ իրականում գործող մշակույթին, նույնիսկ եթե իրանք չեն մտածում որ դա իրենց մշակույթի մի մասն է, բայց ցանկացած մի քիչ, ասենք 10+ թմերում կան որոշակի ռիտուալներ, կան որոշակի դրվածքներ, օդի մեջ մշակույթը կա։ Ու դա հատկապես լավ է զգացում, ու դա դրա մասին շատ ավելի հստակ կարան խոսանեն մարդիկ, ովքեր օրինակ նոր միանում են թմին։ Ինչու՞։ Որովհետև նրանք երբ որ գալիս են, նրանք նկատում են ինչ-որ բաներ, որը ոնց որ այդ մարդիկ ովքեր երկար տարիներ աշխատում են, նույնիսկ կարող է չֆիքսվեն։ Դա մոտավորապես նման է տուրիստը երբ որ գալիս է քո երկիր, մեկ-մեկ նկատում է բաներ, որը դու ծնված օրվանից ապրելով կարող է երբեք չէիր նկատել։ Օրինակ որտեվ ես շատ սիրում եմ օրինակ այնպես քաղաքային ֆոտոներ անել, եւ ես մեկ-մեկ երբ որ ինչ-որ խոսում եմ մարդկանց օրինակ տեսել ես Մաշտոցի պոտայ այս շենքը, իրանք ասում են երբեք չեմ նայել այդ ուղղությամբ։ Հա, գլուխը կա անընդհատ կողքով։ Ասում եմ ես այստեղ ապրել եմ, ես սաղ կյանքս այստեղով անցել եմ, ես երբեք sense գլուխը չեմ բարձրացրել վերև։ Այդ դա նաև ընկերություններին է վերաբերվում, երբ որ մարդիկ նոր գալիս են եւ եթե դու ասենք մի ամիս հետո իրեն հարցնես ֆիդբեք ընկերության մասին, շատ ատրիբուտներ կտա։ Հետաքրքիր նյուանսների մասին կարան խոսան, ինչ են նկատել, ոնց է դրվածքը եւ դա շատ լավ կարա հուշի, նույնիսկ մեկ-մեկ գիտեք ինչն է լավ աշխատում, երբ որ մարդ օրինակ մենք ունենք փորձաշրջան, որի ընթացքում ասենք 3 ամիս պայմանագրային մարդկանց հետ աշխատում ենք եւ իրենք գիտեն որ այո ծառայություն են։ Այո, մեր մոտ աշխատանքի անցնելու ոնց որ ստանդարտ process-ը դա է։ 3 ամիս փորձաշրջան վճարովի, որից հետո մենք նոր վերածում ենք հաստիկային աշխատողի, եթե ոնց որ մենք ունենում ենք այդ երկկողմանի համակրանքը մեկը մյուսի նկատմամբ եւ այլն եւ այլն։ Կարող են մեկի արդ արդյունավետ աշխատեք։ Եվ երբեմն եղել են դեպքեր, երբ որ մենք օրինակ տեղեկացրել ենք, որ չենք ուզում շարունակենք հիմնավորելով պատճառները եւ բնականաբար մարդիկ այդ պահին վրդովվում են եւ այսինքն դեմքին լիքը բաներ են ասում եւ դրանց մեջ երբեմն լինում են շատ կարեւոր, շատ ճիշտ դիտարկումներ։ Որը պետքա միշտ նույնիսկ նեգատիվի մեջ փորձել ինչ-որ դրական բան գտնել։ Հա, դրա անալոգիան հավաքագրման process-ի մեջ, համալրման process-ի մեջ կա մի հատ միավոր կոչվում է տեխնացուի փորձառություն, այդ թե մարդը ընդհանուր առմամբ ինչ կարծիք կազմեց քո մասին որպես գործատու, անկախ նրանից դու իրեն աշխատանքի առաջարկայցին, ինքը ընդունվեց թե չէ։ Ու շատ հայտնի սորսերում գրված է, որ եթե դու ուզում ես տեխնացուի փորձառությունը չափես, գնա հարցրու տեխնացուներին, ով որ քեզ դիմեց, ով որ քո մոտ հարցազրույց անցավ, ու տարիներ առաջ հենց տեղ ջումագում ես այդ պահը մի հատ բռնեցի, իսկ ինչի չհարցնել այն մարդուն, ով որ արդեն ընդունվել է գործի, որովհետև ոնց որ ինքը մի տեսակ անտեսվում է, որովհետև ինքը ընդունվեց գործի, եկավ ադապտացիայի այդ HR-ական տերմինը onboarding-ն է, onboarding-ի մեջ ու իր տեխնացու հայացքը կորեց ու երբ որ մարդը ընդունվում էր ես երկու տեսակի զրույց էի իր հետ ունենում մեկը սկզբում որպես տեխնացու քանի որ ինքը արդեն քո աշխատողն է հոգատար է քեզ ճիշտ է կիսվում որտեղ վերջ որոշումը կայացված է էլի ինքը խուսափողական չի քեզնից բողոքի եթե դու այդ համալրման process-ում ինչ-որ բան սխալ ես մյուսն էլ արդեն որոշ ժամանակ հետո ոնց որ դու ես ասում որպես աշխատող դե իսկ գնացող աշխատողները հա ամենաանկեղծն են խոսում դրա գործիքա կազմել ոչ միշտ օբյեկտիվ որովհետև քանի որ այդ էմոցիոնալ գործոնը կա շատ դեպքերում նման է օրինակ մարդկանց բաժանման, որտեղ կարան իրար շատ վատ բաներ ասեն, բայց իրականում տենց չմտածեն, բայց էմոցիոնալ տենց պորտկում լինի։ Կգտնես մի բան էլի, բայց երբեմն լինում են շատ դիպուկ ճիշտ դիտարկումներ, որը պետք է հաշվի առնել, եթե ուզում ես դա նորից չկրկնվի եւ մենք իրականում շատ բան սովորել ենք մեր նախկին աշխատողներից։ Սխալների կամ էրորների կամ կարծիքների
Էդվարդ, եթե ամփոփեմ ինչ ասեցիր, էլի ստրուկտուրավորված ու փորձեմ մի քիչ sense HR-ական հայացքով իրան ամփոփեմ, այսինքն գործատուի բրենդը ստանալու համար դու պետք է նախ լսես աշխատողներին ու այդ լսելը չպետք է լինի ինչ-որ fake, ինչ-որ հարցաթերթեր եւ այլն, ավելի շատ գնաս տեսնես, շոշափես, դրանց ինչի մասին է այս մշակույթը, ու եթե product-ը ցույց տալու առաջնային կարևորությունը չկա, այդ քո ասած B2B օրինակով, ապա շեշտը տնես մնացած ատրիբուտների վրա, ոնց որ քո բենեֆիտներն են, աշխատողներն են եւ այլն, ու մարքեթինգի հետ համագործակցես ամենասկզբից։ Այս իմ համար իդեպ նորություններ գիտես, չէ, որովհետեւ ես միշտ մտածել եմ, ես իդեան կգեներացնեմ, օրինակ, պայմանական ուզում եմ մեր ընկերությունը որպես tech ընկերություն շուկայում երևա, որպեսզի tech տաղանդները մեզ դիմեն։ Կմտածեմ դա ոնց եմ իրականացնելու, վերջում մարքեթինգը գործը կլինի, ստեղ ասենց ասած վիզուալ ձև որակ բերել է, բայց փաստորեն դու ասում ես, չէ, այս համագործակցությունը պետք է սկսվի հենց ամենասկզբի этаպից, պահանջի ձևավորումից, էլի։ Դե, որովհետև ես կարծում եմ, չի կարա օրինակ ընկերությունը ներկայանա մենակ մի հոգու տեսանկյունից, այսինքն օրինակ HR հայացքը։ Հա, որովհետև դա շատ դեպքերում դա իմիջիալից չի վերաբերվում մենակ HR-ին։ Դա վերաբերում է ցանկացած մասնագետի ընկերության ներսում կամ ցանկացած position-ի ընկերության ներսում, որը տեղյակ է ընդհանուրից, բայց կենտրոնացած է մի հիմնական մասի վրա եւ իրան բնականաբար ամենաշատը հետաքրքրում է դա։ Բայց ընկերությունը մենակ դա չի։ Հա։ Եվ շատ կարևոր է, որպեսզի ընկերության ներսում լինեն հակակշիռներ, ոնց օրինակ պետության մեջ ոնց է կա, ասենք դատական մարմին, կա օրենսդիր եւ այլն, չէ՞, եւ գաղափար իդեալական որն է, որ դրանք լինեն մեկը մյուսի հակակշիռները, որպեսզի բերեն մեկը մյուսի բալանսի, որպեսզի ինչ որ մեկը չունենա ամբողջ իշխանությունը եւ դա բերի օրինակ վատ հետևանքների, ասենք դիկտատորայի եւ այլն։ Նույն բանը, լրիվ նույն բանը կա ընկերությունների ներսում։ Ամեն դեպքում խոսալ, քննարկել, խոսալը, կոմունիկացիան ամենակարևոր հմտությունն է, որ մարդը որպես մասնագետ կապ չունի ինչ ոլորտում պետք է ունենա։ Հա, դու ասում ես, չէ՞, որ ինչ որ տես լուրջ հարցաթերթեր չեք լրացնում հիմնադրերի հետ, հիմնականում բան եք անում, այդ խոսում եք ավելի շատ, որ հասկանաք իրանք ինչ են ուզում, չէ՞, բրենդից ոնց որ տես մի բան միտեղ կարդացի, որ ասում ես։ Հա, որովհետեւ դավթարներ չեն գրում, էլի։ Հա, որովհետեւ ոնց որ մենք երբ որ փորձում ենք մեր, ասենք, ընկերության արժեքները գրել եւ հենց այդ պահին մտածում ենք արժեքներ, նույն ձև, երբ որ դու այդ հարցաթերթիկը ուղարկում ես ինչ որ ընկերության ղեկավարության, իրենք այդ պահին նոր սկսում են պատասխանների մասին մտածել, իրենք չունեն այդ պատասխանները նախապես։ Հա, ինչ որ fake բան։ Եվ դա բերում է նրան, որ մենք բոլորս ինչ որ արհեստական կանոններ ենք սահմանում, ինչ որ խոչընդոտներ ենք, սահմաններ ենք ֆիքսում մեր պրոյեկտի համար, որը չի բերելու լավագույն արդյունքի։ Իսկ երբ որ մենք երկար իրար հետ շփվենք, խոսանք, իրար ճանաչենք, գաղափարները կիսվենք, ոնց որ դառնանք sense մի միասնական թիմ, որը ունի մի նպատակ, այդ դեպքում դուրս է գալիս ճշմարտություն։ Իսկ ինչ հիմնական հարցեր ես տա։ Նու պատկերացնում եմ, որ դա շատ օրգանիկ ու տարբեր է այդ process-ը, բայց ունես հիմնական հարցեր, որ հարցնում ես ամենասկզբում։ Չէ։ Չէ, չկա, տարբեր է սիտուացիա։ Ես մի հատ դրվագ պատմեմ, ընկերս աշխատում է միջազգային տենց իրավաբանական ընկերությունում եւ շատ հետաքրքիր աշխատակիցների ընդունման process կա, որի մեջ կա նաև շատ մեծ ավանդույթներ, կոնկրետ Կանադայում, որտեղ կա հստակ օր, որտեղ բոլոր այդ իրավաբանական ընկերությունները վերցնում են բոլոր լավ տեխնացուներին իրավաբանական ոնց որ ֆակուլտետում սովորող, բոլորը գալիս են հավաքվում են ու դա արվում է հստակ օր ամբողջ ոնց որ ոլորտում, որպեսզի լինի այդ արդար մրցակցությունը։ Մի րոպե կներես, այսինքն տեխնացուները, լավագույն ուսանողներն ու իրավաբանական ֆիրմաները ստանդարտ ամեն տարի հավաքվում են մի տարածք։ Նոյեմբերին ունեն մի հատ օր, այսինքն օրինակ նոյեմբերի առաջի երկուշաբթին, ասենք 4-5 են հիմնական խոշոր ընկերությունները անցկացնում են այդ միջոցառումը, որտեղ ասենք, չգիտեմ, երկրորդ կուրսեցիները գալիս են եւ ծանոթանում են այդ ընկերությանը ու տեղի ունենում ոնց որ ինտերվյուների շարք, բայց դա լինում է սենց
այսինքն անձնական շփումներ եւ այդ մարդիկ, այսինքն ընկերության ներկայացուցիչները ունեն հստակ պլան, որ իրենք պետք է, ասենք, այսքան տեխնացուի հետ, այսքան օրվա մեջ շփվեն։ Լավ։ Եվ գաղափարը կայանում է նրանում, որ իրանք ամեն մեկը ցանկացած շփումից հետո պետք է գնահատեն տարբեր գործոններով, գնահատում են տվյալ տեխնացուն եւ անցնում են առաջ, անցնում են մյուսին։ Եվ գաղափարը այն է, որ բոլոր տեխնացուների հետ նվազագույնը օրինակ 5 հոգի այդ ընկերությունից շփվի եւ 5 հոգու գնահատական մենք ունենանք, այլ ոչ թե մի հոգու։ Եվ հետո անցնում են հաջորդ փուլ եւ վերջնական փուլը տեխնացուի համար այնա, որ իր հետ իրանք ունենում են մոտավորապես 3-ից 4 ժամանոց ընթրիք։ Okay։ Ու ես այդ հարցը տվեցի, ասում եմ, հա, դա ինչ որ մասնագիտական հարցեր կան, ասում եմ, 0 մասնագիտական հարց։ Այդ ընթրիքի ժամանակ։ Այո, մենք ամեն ինչից խոսում ենք, ֆուտբոլից, քաղաքականությունից, ամեն ինչ, մենք զուտ ոնց որ մարդկային առումով, երբ որ մարդու հետ սկսում ենք երկար խոսալ, սկսում ենք գինի խմել, մենք մարդու իրական դեմքը սկսում ենք տեսնել։ Հա, նայ։ Հասկանում ենք այդ մարդը կարա լինի մեր ընկերության օրինակ արժեքների կրողը, որտեղ իրանք Կարանք բոլորը այդ արդեն աշխատենք, թե չէ, լավ տեխնացուներ են։ Հա, հասկացա։ Իրանք արդեն անցել են մի քանի ֆիլտրերով եւ շատ հետաքրքիր բան է տեղ ունենում։ Այդ փուլից հետո իրանք անում են short list եւ ամենավերջի օրը տեղի է ունենում հակառակ process-ը։ Ընկերությունները, որովհետեւ այդ մարդը կարա միաժամանակ օրինակ 3 ընկերություն դիմաց լինի, 3-ում էլ անցած լինի, օրինակ, հա, բոլոր տեղերը short list լինի եւ ընկերությունները սկսում են հակառակ process-ը, իրանք են սկսում իրանց pitch անել, որ այդ տեխնացուն ընտրի իրանց ընկերությունը։ Ֆանտաստիկ բան։ Այսինքն այդ ամբողջ process-ը տևում է մոտավորապես 4 օր եւ փաստացի այդ ֆորմատից բացի այլ տարբերակ չկա օրինակ այդ ընկերություններում հատնվելու ու դա արվում է արդեն տասնամյակներով։ Ես բերեցիր որպես օրինակ, որ տենց ստանդարտ process-ներ չկան, այսինքն ամեն ինչը անմիջականության ու խոսակցության հիմքը դա մեր հետաքրքրասիրությունն է։ Հա, genuine interest։ Այո, որովհետև մենք մեր գործնեության ամբողջ էությունը կայանում է նրանում, որ մենք ամեն պրոյեկտի համար նոր ոլորտ ենք մտնում։ Ու դա շատ տարբեր ոլորտներ կարող լինի։ Մի օր կարող լինի, ասենք, ավիաընկերություն, հաջորդ օրը գարը ջուր արտադրող, մյուս օրը օրինակ բանկ եւ այլն եւ այլն։ Եվ մենք ամեն ոլորտից իրականում շատ հարցեր ունենք։ Նախ ոլորտը հասկանալու, նրանց ճանաչելու, մարդկանց ճանաչելու, իրենց տեսլականը պատկերացնելու համար, որովհետեւ բրենդինգի եւ մարքեթինգի խնդիրը, նո մարքեթինգին է այդքան չէ, բայց բրենդինգի խնդիրը այսօրվա խնդիրները չի լուծել։ Այլ ապագայի խնդիրները։ Մենք չենք ստեղծում բրենդ այսօրվա համար, մենք ստեղծում ենք բրենդ այն ընկերության համար, որը 10 տարի հետո է գալիս։ Հասկացա։ Եվ մենք դրա համար պետքա մարդու պլանները իմանանք, մարդու երազանքները իմանանք, ճանաչենք իրան, որովհետև այդ շատ իր ապագայի հաճախորդին, չէ՞։ Այո, ինքը ոչ թե ում ունի այսօր, այլ ումա ուզում ունենա որպես հաճախորդ։ Հա, հա, այդ չեմ պատկերացնում։ Եվ այն ինչ որ մենք անում ենք, ուղղված լինի այդ մեր պատկերացրած հաճախորդին։ Հասկացա, հետո նույնը կարաս պրոյեկտես HR-ի վրա կներես ընդհատեցի, այդ երևի նույնն էլ կարաս HR-ի վրա պրոյեկտես էլի։ Գործատուի բրենդարման վրա պրոյեկտես, այսինքն դու նաև մտածես ոնց որ ներսի բրենդինգ ուղղված աշխատակիցներին, Էդիցի հատ կգողանամ տրեյնինգների ժամանակ կասեմ ներսի բրենդինգ ուղղված աշխատակիցներին, դրսի բրենդինգ ուղղված տեխնացուներին եւ դրսի բրենդինգի մեկ այլ ատրիբուտ էլ ուղղված հետագայի տեխնացուներին։ Այո։ Այն մարդկանց, ովքեր քո ապագայի հաստիկների համար քեզ կդիմեն։ Այո, ու երբ որ մենք ինքներս մեր հետ անկեղծ ենք լինում, երբ որ մենք մի պահ մի կողմ ենք դնում այդ կորպորատիվ էտիկետը եւ այլն, ոնց որ սկսում ենք մենք ավելի իրական պատկեր տեսնել մարդկանց, ընկերությունների, նրանց մշակույթի կամ դրա բացակայության, կամ վատ մշակույթի, որը էլի շատ հաճախ հանդիպող բան է։ Շատ ընկերություններ ես ուղղակի հիասթափվել եմ, երբ որ ներսից եմ տեսել, օրինակ իրենց աշխատողների հարաբերությունները կամ ղեկավարի ու իր ենթակաների հարաբերությունները։ Եթե ազդեցություններից խոսենք, քո կարծիքով, եթե մշակույթի վրա ազդեցությունն ենք քննարկում, որն էլ հետո փաստորեն բրենդ է դառնում, ոնց խոսացինք, արի սենց օղակներ առանձնացնենք աշխատակիցներ, ղեկավար օղակ եւ հիմնադիրներ, հա, հիմնադիր, ըստ ազդեցության չափի քաշի Ոնց կարազնես ամենաշատ ազդեցությունը որ օղակը ունի մշակույթի վրա ըստ քեզ։ Ղեկավարները։
ղեկավարները։ Այո, այն մարդիկ, ովքեր ամենօրյա կտրվածքով ներկա են այդ ընկերության գործնեությանը, ամեն օր շփվում են թմի հետ եւ փաստացի սահմանում են ընկերության շարժվելու ուղղությունը։ Որովհետեւ եթե շատ դեպքերում դրանք նույն մարդիկ են ինչ որ հիմնադիրները, բայց կան դեպքեր, երբ որ կա հիմնադիր, բայց կա հիմնականում ղեկավարություն, հիմնադրի ձեռքը ամենօրյային չէ հասնում։ Այո, ես շատ դեպքեր եմ տեսել, երբ որ հիմնադիրները նույնիսկ տեղակետ չեն ինչա կատարվում իրենց ընկերությունում։ Այո։ Հատկապես Հայաստանում, որտեղ բոլորս գիտենք, ասենք ինչ որ մի հատ այդ 90-ականների սերունդ, որտեղ մարդիկ շատ մեծ բիզնեսներ են կառուցել, չլինելով այն դասական բիզնեսմենները, եւ շատ դեպքերում իրենց ընկերությունները վերաճել են լրիվ ուրիշ բաների, եւ իրանք ուղղակի նույնիսկ այդքան տեղյակետ չեն ինչա այդքան կատարում, այսինքն իրանք տենց մենակ կարելի ասել նույն բանն են տեսնում ինչ որ օրինակ հաճախորդները, որը տենց չի, այսինքն շատ խնդիրների մասին իրանք կարող է բացարձակ տեղյակ չլինեն։ Այս վերջից մի հատ սիտուացիա եղավ, այդ քո ասած Big 4-ից ինչ որ մեկի հետ եմ խոսում, Մագնուսի գործընկեր ընկերությունից մեկի հիմնադիրը, տնօրենը ինձ խնդրեց, որ զանգեմ իրենց իրավաբանական խորհրդատուին։ Մի խոսքով զանգեցի, ընդհանրապես շատ տրիվիալ մի հատ հարց էր, աշխատակցի ազատում, որ ուզում էի հասկանալ թղթաբանական հատվածը ոնց են կազմակերպում։ Իմ հարցը զուտ այդ էր, որ էլեկտրոնային տարբերակով եք ուղարկելու հիմա անենք գուցե թղթային եք բեմ ինչ պրոտոկոլներ ունեք, որտեղ դրսի ընկերությունները շատ տենց շերտեր ունեն, էլի սրա։ Մի խոսքով զանգում եմ, պատասխանում է զանգին ինչ որ տղամարդ, չգիտեմ ինքը ով է, ասում բարի ձեր հեռախոսահամարը փոխանցել են, հետեւյալ հարց ունեմ, աշխատակցին ենք ազատում, ոնց ենք կազմակերպում թղթաբանությունը, ձեզ էլեկտրոնային տարբերակով գրեմ, թե հանդիպելա պետք, թե բերելու եք։ Ու ինքը սկսեց շատ դասատուական ոճով ինձ պատմել ինչ է անից ներկայացնում աշխատանքին ազատելու process-ը։ Ու ես ուզում եմ իրան ընդհատեմ, ասեմ ներողություն, ես գիտեմ էլի process-ը, ուղղակի այդ վերջի կտորը ոնց ենք կազմակերպում։ Մի խոսքով երկար լեկցիա ենք կարդաց ինձ համար, որ ես չեմ հարգում իրան, որ ես պետքա մի հատ իմանամ ում եմ զանգել եւ այլն, ու հեռախոսը անջատեց գնաց։ Հետո նորից ինձ հետ զանգեց, ասում է փաստորեն Մագնուսի տնօրեն Անին էր ինձ զանգել, ասում է ես գիտեի ադմինիստրատիվ աշխատակից Անին է ինձ զանգել, դրա համար ես հարկը համարեցի այդ ամբողջ process-ը ցեզ ներկայացնելու, ասում եմ գիտեք ոնց որ այդ ավելի կատաստրոֆիկ է, որ դուք նման ոճով ձայնով խոսում եք ադմինիստրատիվ աշխատող հետ ու տնօրեն անունը ձեր կոմունիկացիայի ոճի մեջ բան է փոխում, որովհետև դուք մի ամբողջ բաժնի ղեկավար եք էլի ներկայացել։ Մի խոսքով ջղայն գնացի LinkedIn-ում ստատուս գրեցի, որ պատկերացնում եք Big 4-ում սենց է լինում, Հայավարի բողոքեցի, ունտեղ իմ network-ից ինչ որ մեկը ասեց ու հարց է, էլի ասում եմ հիմա ինչ անեմ, escalate անեմ, ես բարձրացնեմ դեպի իրանց ղեկավարություն, որ իրանց մասնաճյուղի ղեկավարը հաստիքով է որոշում ում հետ ինչ ձայնի տոնայնությամբ խոսի, ու այնտեղ ինչ որ մեկը կոմենտ արեց, որ ամենայն հավանականությամբ իր իսկ ղեկավարությունը նույնատիպ քեզ կպատասխանի, որովհետև այտենց վարքը շատ copy paste-able է, էլի, իսկ ինքը ինչ ղեկավարների մոտ տեսավ, էտել է, նա ոնց որ շատ այտենց հրաշքներ չսպասես, որ մի ղեկավարության մոտ մի բան է, իսկ ավակների մոտ մեկը։ Եղել է դեպք, երբ որ ես գնացել եմ ընկերություն եւ մտել եմ լիֆտ ու մեկը բոլոր աշխատակից բոլոր մարդիկ ովքեր այդ լիֆտում էին դուրս են եկել, որովհետեւ այդ պահին ղեկավարն էր գալիս եւ իրանց մոտ ընդունված է որ իրանք ղեկավարի հետ իրավունք ունեն նույն լիֆտով բարձրանալ։ Արդեն իսկ էլի լավ ազդանշան։ Կողքից բան են անում դուրս արի, որ շեֆն է եկել, հա։ Դուրս գամ մեկ որ տենց մտավ այդ մարդը որ աշխատեցիք իրանց հետ։ Չէ։ Մտավ ասաց ընկեր ջան որ հարգես, շատ նորմալ է, այսինքն ինչ որ ինքը տենց ինքը ինչ որ պահանջներ չէ դուրս եկեք ես պետք է բայց առանձնակի դեմել չէր էլի, չէ, որ մարդիկ դուրս գան։ Հա, բայց դա մշակույթներ է, իրանք նախապես զանգում են, հա, շեֆի ավտոն եկավ։ Լիֆտը ազատեք, էս արեք, բան արեք, այնտեղ քարտուղարուհին ինչ որ արդեն կոֆեն դրեց, բան։ Ու կան ընկերություններ, որտեղ այտենց վախի մթնոլորտն է դիրում։ Հա, դժվար է։ Բնականաբար այդտեղ չի կարող խոսք գնա ինչ որ մշակույթի մասին, արժեքների, կոմունիկացիայի, ֆեոդալական դասակարգեր են։ Հա։ Բայց դա ես վստահ եմ որ արդեն ավելի շատ բացառություններ են։ Փոխվում է։ Որովհետև այո, գալիս են արդեն ընկերությունները, մարդիկ
տեսնում են, որ կարող նաև ավելի լավ լինի։ Ամեն գլոբալիզացիան ավելի արագ է հիմա տեղի ունենում։ Այո, հետո ամեն ինչը կարելի է ուղղակի տենց մարդավարի անել, հարգանքով անել, եւ դա դրա մեջ նույնիսկ մի քիչ էգոիստական բան կա, որովհետեւ դրա արդյունքում արդյունքը ավելի լավ է լինելու ընկերության։ Այո։ Որովհետեւ եթե մարդիկ կրում են այդ արժեքները, եթե մարդիկ հավատում են այդ ընկերությանը, եթե իրենք մոտիվացված են, բնականաբար նրանց աշխատանքի արդյունքում ավելի մեծ հաջողություն անկերություն ունենալու։ Միանշանակ, հա։ Եվ սա ուղղակի մարդիկ պետք է գիտակցեն, որ եթե դու չես հասկանում մարդկանց, դու բիզնեսը ուղղակի չես կարող հասկանալ։ Կտրվում է այդ։ Մի հատ այնց բան էի կարդում, ստատիստիկաներ միշտ որ կարդում գնում եմ աղբյուրները գտնում, ես մեկը գտել եմ, բավականին լավ ուսումնասիրություն էին արել 2024-ի։ Վերցրել են ուզել են հասկանալ մարդիկ, вообще վստահությունը ինչ է, եւ մարդիկ ինչին են վստահում, պետություն, կրթական ինստիտուտներ, ֆինանսական ինստիտուտներ եւ այլն, ու 2024 թվականին կամ 23-ին, եթե չեմ սխալվում, մարդիկ ամենաշատը վստահում են գործատուներին եւ ոնց որ գործատուն առաջի կառույցն է, բայց այդ վստահության մակարդակը քիչ-քիչ սկսում է նվազել դեպի աշխատակիցներ, այսինքն մենեջերների մոտ ավելի ուժեղ է եւ ու երկրորդ բանն էլ որ հետաքրքիր, որ այդ արդեն չեմ հիշում ոնց էին հաշվարկել, բայց այն ընկերություն որտեղ որ այդ վստահության, ներգրավվածության, բացության միջավայրն է, ունեն շանս 5 անգամ ավելի շատ շրջանառության, այսինքն ուղիղ ազդեցություն կա աշխատողի ներգրավվածություն վստահությունը կազմակերպության այդ քո ասած անցվավերջի թվերի վրա էլի։ Մեր ոդկասթի մեկ այլ հովանավորն է Pixart Ակադեմիան, որն ապահովում է ողջ ոդկասթի տեխնիկական կողմը։ Ինձ թվում է ամենակարևոր բաները խոսեցինք ու դեռ ավելին ինչ որ նախատեսել ենք։ Լավն էր քո առաջարկը, որ մենք հստակ ֆորմատ հարցեր չորոշենք, մերսի դրա համար։ Վերջի հարցը, ուստեղ մեր ոդկասթի հետ կա այդքան կապ չունի, ինչքան ինձ է ասա հետաքրքիր, որպես արդեն իմ սեփական էջենսին գործ ունեցող մարդ, որ 6 տարի է այդ հիմնադրի, նորենի ու մնացած բոլոր դերերի մեջ է։ Դες դու շատ տեղեր գույն ես բերել, երանգ ես բերել, բրենդ ես բերել ու քո բրենդն էլ բավականին ուժեղ է, լավն է։ Ուզում հասկանամ, այս ամեն ինչի հետևում, այս ճանապարհը քեզ ոնց է shape արել, այսինքն ոնց ես էլի ձևավորվել, ինչն է քո համար տարբեր քո ընկերություն սկսելուց առաջ ու հիմա, մեկ էլ էներգիատ որտեղից ես ստանում։ Ես էներգիան ստանում եմ ուրիշ մարդկանցից։ Մարդկանց հետ շփվելուց, ես մարդկանցից սովորում եմ, ես սիրում եմ մարդկանց հետ շփվել, ես հետաքրքրվում եմ մարդկանցով ու իրանց աշխատանքով, ինչ են անում, ինչ են ստեղծում, որովհետև նույնիսկ այն ոլորտները, որը թվում է, որ ասենք ոչ մի հետաքրքիր բան չկա, դու այնքան բան ես իմանում, երբ որ սկսում ես հարցեր տալ։ Երբ որ ինքը զգում է, որ դու ոչ թե հարցաշար ես լրացնում, այլ իրականում հետաքրքրված ես։ Եվ դա բերում է նրան, որ դու սկսում ես ավելի լայն մտահորիզոն ունենալ, շատ ոլորտներից հասկանալ, շատ բաներ իմանալ եւ ամենակարևորը դու կարողանում ես այն գիտելիքը, որը սովորել ես օրինակ բեռնակրման ոլորտից, կիրառել, ասենք, չգիտեմ, IT ընկերությունում։ Այդ էլ քո ասած այդ լայն հայացքը ունենալ է։ Այո, որովհետեւ այդ ոլորտները իրար հետ երբեք չեն համագործակցում, բայց դա շատ ցավալի է, որովհետեւ ինչ որ մի բան կա, որը այս ոլորտում շատ լավ են անում, որը ոչ նույն ֆորմատով, բայց տրանսֆորմացվելու պարագայում կարա ստեղ է շատ ակտուալ լինի, բայց ոլորտները ու մարդիկ շատ քիչ են իրար հետ կոմունիկացվում ու համագործակցում։ Մենք այդ շատ դեպքերում կապող օղակն ենք լինում գիտելիքի առումով, ինչ որ գաղափարների առումով։ Հասկացա։ Եվ ինձ ամենաշատը երևի ձևավորել է հենց դա ու նաև իրականում քո վրա աշխատելը, որովհետև ես իմ կյանքի առաջի կեսը չեմ սիրել ֆորմալ կրթությունը, հիմա էլ դեռ ինքնազարգացումը նկատի ունես, բայց ես հասկացել եմ, որ չեմ սիրում դա, բայց սիրում եմ ուրիշ բան։ Ես սիրում եմ նույնիսկ սոցիալական ցանցերի կիրառումը իմ համար երբեք ժամանց չի եղել։ Դա իմ համար կբացատրես սովորելու նշանակության մասին ենք։ Հա, ես նույնիսկ ասենք օրինակ սոցիալական ցանցերի feed-ը scroll անելուց ես ոնց որ գաղափարներ եմ հավաքում։ Հա, հասկացա։
Ես անընդհատ նոր բաներ եմ տեսնում ու ինչ որ ձև դա save եմ անում ուղեղի մեջ, որ հետո ինչ որ մի օր միգուցե ասենք մի քանի տարի հետո դա գա ու ես կարողանամ դա ոնց որ ճիշտ տեղում դնել ու կիրառել։ Քեզ մաղթեմ հաջողություն։ Ձեր ընկերությունով քեզանով քո մասնագիտական ճանապարհը վաղուց հիանում եմ։ Շատ մերսի որ եկար։ Նաև շատ ուրախ եմ, որ հենց հայկական Հայաստանում ստեղծված ընկերությունը կարողանում է այդպես ձեռքբերումներ ունենա։ Քեզ հաջողություն, մերսի որ եկար ու կապի մեջ։ Լավ մնացեք։ Մերսի։